Այստեղ արդեն հնչեցին առաջարկներ միասնական թեւ ձևավորելու, թիմով միասնական դիմադրելու Նիկոլ Փաշինյանի այս արհավիրքը կանգնեցնելու համար։ Ես ուզում եմ ասել, որ անհնար էր պատկերացնել երևի մի քանի տարի առաջ, որ մենք եւ ԵՍօրինակ եւ Դաշնակցությունը կարանք նստենք միասին խոսենք մի խնդրի մասին, որտեղ մենք շատ հարցերում ունեցել ենք այսպես ասած դասակարգային հակամարտություններ։ Ասել, որ բոլոր մեր հակամարտությունները հաշտվել են, հարթվել են, չէ, բայց մեր առաջ կանգնած խնդիրը այնքան լուրջ է ու կարևոր է, մենք պատրաստ ենք չափից դուրս համաձայնեմ, որ մենք պիտի բոլորս յուրաքանչյուր իրեն հաշիվ տա եւ անձնական նեղացվածությունները, չգիտեմ, տարաձայնությունները մնացած ամեն ինչ պետք է մի կողմ դնել, հավաքվել մի սեղանի շուրջ, փորձել, ես միանում եմ բնականաբար գործընկերոջս առաջարկին, հանձնաժողով ստեղծել, վայ ներողություն, Նինա Կարապետյանց բան, նժար սահմանադրական շարժում, կներեք։ Միասնական process գեներացնելու համար մեկ ճակատի հետ կապված։ Երկրորդ կարևոր հարցը, որ ուզում եմ շեշտել, ինձ համար շատ ուրախալի է երկրորդ փաստը, որ մենք փաստորեն ունենք ազգային ձևավորվող քաղաքասարակություն, իդեմս պարոն Դորունցի, այն ինչ որ մենք չենք ունեցել, անհրաժեշտություն ունեցել ենք, բայց պրակտիկայում չենք ունեցել, երբ որ մարդիկ ինքնակամ, գիտակցված, մասնակցում են պրոցեսների եւ ազգային շահն են գեներացնում, սրանից լավ պրոցես դժվար է պատկերացնել եւ պարոն Դորունցը չի, էլի բազմաթիվ կան Այսօր որոշել են չթողեն ես խոսամ, այս շատ խտրական է, շատ աղջիկներից տեղ չեն սիրում։ Եվ վերջապես վերադառնալով մեր առաջարկին, նժար սահմանադրական շարժումը շատ երկար թիմը քննարկել են խնդիրները արձանագրելու համար, մենք կարծում ենք, որ մենք ունենք երկու հիմնական խնդիր, դե բացի Նիկոլից, որը բոլորի խնդիրն է, երկու հիմնական խնդիր ունենք։ Առաջինը դա պետական կառավարման մոդելի ձևն է, որի մենք փորձարկել ենք եւ նախագահական եւ կիսանախագահական եւ պարլամենտական եւ եթե մնացած ուրիշ երկրներում մենք կարողացել ենք ստանալ, իրանք կարողացել են ստանալ դրական product, մենք հաջողացել ենք տապալել բոլոր տարբերակները։ Սա ֆենոմեն է, որ ասում ինչ ասում առանձնահատուկ կամ չգիտեմ ինչ, այդ ստացել ենք։ Մեր նորիշը, հա։ Այնպես որ մենք կարողացել ենք տապալել այս ամեն ինչը, հետեւաբար եւ երկրորդ պատճառը ինչու մենք ունենք խնդիր, որովհետեւ մենք չունենք քաղաքական էլիտաներ, մի քիչ զարմանալի է լսել երկար տարիների փորձ ունեցող քաղաքական ուժից, որ մենք կուսակցություններ որպես այդպեսին չունենք, ասում է, բայց ցավով եմ դա արձանագրում, մենք շատ հատուկենտ կուսակցություններ կան, որոնք իսկապես այն գաղափարական ամբողջական իրենց տեսքով կուսակցություններ են, մնացածը մի քիչ մեծ դժվարություն ունենք, բայց դա չի նշանակում, որ պիտի հրաժարվենք այս process-ից, մենք կարծում ենք, որ պարլամենտական այնուամենայնիվ լավագույնը չի գուցե, բայց պետք է պահպանել, հնարավորություն տալ, բայց նաև ստեղծել պայմաններ, որ օգտագործելով մենք կարողանանք ավելի շատ մարդկանց ներգրավել, ոչ թե ստեղծվի իրավիճակ, որտեղ կամ դու պիտի իշխանություն լինես, կամ անհաշվելի թվով գումարներ ունենաս, որպեսզի կարողանաս գոնե մտնել պարլամենտ, գոնե հնարավորություն ունես ներկայացված լինելու, եւ դա է պատճառը, որ մենք բազմաթիվ այլ առաջարկներ ունենք իհարկե, եւ այդ 1% շեմը իջեցնելու, որպեսզի նոր թիմեր կարողանան գան միանան, բնականաբար դրան զուգահեռ հիմա պրոստը ժամանակ չկա, հա Հա, պետխորհուրդը այսական ամենակարևոր մասը դա մեր պետխորհրդի գաղափարն է, որտեղ բերում ենք բալանսի, որովհետև շատ են խոսում արդարադատության համակարգի, ասում ենք միայն դատարանը, բայց միայն դատարանը չի պարզա, որ հասկանում ենք, որ դրա տակ մտնում է եւ դատախազությունը եւ հակակոռուպցիոն մարմինները, առհասարակ արդարադատության ամբողջ համակարգը պիտի դուրս լինի օրվա իշխանությունների տակից եւ այս իմաստով մենք առաջարկում ենք պետխորհրդի գաղափարը, այսինքն պահպանում ենք գործադիր, օրենսդիր մարմինները, դատական իշխանություն այսպես ասած, եւ նախագահ ինստիտուտը առաջարկում ենք փոխարինել պետխորհրդով, որտեղ կլինի բաղկացած կլինի 9 անձանցից, անկուսակցական անձանցից 3 հոգին, 3 տարին 1-3 հոգին ռոտացիայով փոխվելու է, այսինքն մենք հնարավորություն ենք տալիս, որ ունենալու է նաեւ վետո իրավունք այն բոլոր գործողությունների նկատմամբ, որոնք պրոյեկտով, այսինքն ծրագրով քաղաքական ուժը չի ներկայացրել ժողովրդին եւ հավանություն չի ստացել այդ բանը պրոյեկտը իրականացնելու համար։ Այս էլի կան դետալներ, դետալիզացված process-ներ, հիմա ինձ թվում է բան ճիշտ չի խոսելու, բայց ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ միայն Նիկոլ Փաշինյանի հեռացնելու հարցը այս պահին պիտի քննարկվի։ Ես կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների հարցը հենց գլխանց պիտի քննարկվի, որովհետեւ մի անգամ մենք արել ենք Քայլ Արամերժի Սերժին արել ենք, դրանից հետո մենք ստացել ենք այս արհավիրքը
արհավիրքը։ Ես գտնում եմ, որ Քայլարամերժի Նիկոլին էլի այդ process-ը պետք է գեներացվի եւ օր առաջ գուցե եւ ընտրություններին ընդառաջ, չգիտեմ, impeachment-ի տարբերակը կլինի, միասնական ճակատ բոլոր տարբերակները պետք է քննարկվեն, բայց զուգահեռաբար մենք պետք է քննարկենք նաեւ թե ինչ է լինելու հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանի, որովհետեւ շատ կարեւոր է հասկանալ եւ ժողովուրդը ես համաձայն եմ պարոն Դորունցի հետ, որ երբ որ մենք կարծում ենք, որ մեր հասարակությունը չի պատկերացնում ինչի մասին է խոսքը, շատ լավ պատկերացնում է, բացատրողից է, ներկայացնողներից է, ցանկությունից է փոփոխելու, այդ թվում նաև որոշ քաղաքական ուժեր կան, որոնք մեղմ ասած այդքան էլ կողմնակից չեն փոփոխությունների, որովհետև իրենք գալու են եւ ցանկություն ունեն գալ եւ ասում է, իսկ ինչի մնացած ունենային տենց ֆուլ իշխանություն, իսկ մենք անկոչ չունենանք, այս տրամաբանությամբ են առաջնորդվում, գուցե ինչ որ տեղեր կխոսան, նամակների կպատասխանեն, կասեն դե հա մենք այդքան էլ դեմ չենք, բայց իրականության մեջ իրանք ուզում են գալ ամբողջական իշխանությունը ստանալու։ Այսպես չի կարող շարունակվել, մենք իսկապես պիտի կասեցնենք այս process-ը։ Պետք է բերել բալանսի, արդարադատության, հատկապես արդարադատության համակարգը չի կարող լինել օրվա իշխանությունների ձեռքի տակ, այլապես մենք ստանում ենք այն ինչ որ ունենք այսօր, երբ որ ակնհայտ հակասահմանադրական, հակակոնվենցիոն, հակաբարոյական ու հակահայկական հələ չեմ ասում, հակակոնվենցիոն եւ հակասահմանադրական գործողություններ են անում, ու մի հատ օրինակի համար իրավապահ մարմին չկա, մի հատ դատախազ չկա, որ մի հատ գրություն գրի, ասի, մի հատ քրեական գործ արվեք, տեսնենք այս մարդը էս ինչ է անում։ Ու սա բոլոր ոլորտներում, սկսած մարդու իրավունքներից վերջացրած եկեղեցու դեմ ուղղված գործողությունները, ու սա պետք է կասեցնել, սրա հնարավորությունը կա, նորից միանում եմ գործընկերոջս առաջարկին, հենց հիմա, հենց այստեղ կարող ենք պայմանավորություն ձեռք բերել, ստեղծել հանձնաժողով, թիմ, խումբ, բոլոր տարաձայնություններն էլ մի կողմ ու ճանապարհներ գտնել, լուծումներ գտնել, բոլոր տարբերակները քննարկել, շնորհակալություն։